Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1616-րդ օրն է, հարվածների տարափը Ռուսաստանի վրա շարունակվում է, իսկ մեր եթերը սկսեմ Մադյարի Ղրիմի Ռուբիլնիկ կոչված հաղորդագրությունից, Ռուբիլնիկը հայերեն անջատիչ է, չէ՞։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերը Ղրիմի էներգետիկ շրջափակման շրջանակներում 2 օրում ոչնչացրել են 14 էներգահանգույց, հուլիսի 25-ից 27-ը ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ խոցվել է 18 էներգետիկ օբյեկտ, որոնցից 14-ը Ղրիմում, իսկ 4-ը Խերսոնի, Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի օկուպացված տարածքներում։ Ռոբերտ Մադյար Բրովդին հայտնել է, որ հարվածներ են հասցվել 330, 220 եւ 110 կիլովատ հզորությամբ էլեկտրական ենթակայաններին, էլեկտրաէներգիայի անջատումներ եւ խնդիրներ են գրանցվել Սիմֆերոպոլում, Բախչիսարայում, Սուդակում, Ալուշտայում, Գուրձուֆում, Ֆեոդոսիայում եւ այլ բնակավայրերում։ Ուկրաինական ուժերի նպատակն է շարքից հանել էներգետիկ ենթակայանները, որպեսզի թերակղզին լիովին անպիտան դառնա ռուսական բանակի կողմից որպես ռազմական պլացդարմ օգտագործելու համար։ Իհարկե, սա բոլոր ուկրաինական հարվածները չեն, պարզապես այսօր ուզեցա Մադյարին առաջինը ցիտել։ Դե իսկ Զելենսկի-Թրամփ հանդիպման ֆոնին Պուտինը սկսել է բացահայտ զառանցանքներ տարածել, որպեսզի գոնե ինչ-որ կերպ կոծկի այն պարտություններն ու ձախողումները, որոնք նրա բանակը կրում է ռազմաճակատում։ Ընդհանրապես ռուսները բավականին զավեշտալի իրավիճակում են հայտնվել, նրանք ովքեր պատրաստվում էին հաշված օրերում գրավել Կիևը, հիմա ուրախանում են Ուկրաինայի հասցեին, օրինակ Իրանի հնչեցրած սպառնալիքներով, այն ժամանակ, երբ նախկին վասալները արդեն բացահայտ հանդուգն հայտարարություններ են անում հենց Պուտինին դեմ դիմաց նստած, ինչպես օրերս արեց Ղազախստանի նախագահը, Կրեմլի կողմից ավելի հաճախ են նկատվում երրորդ երկրների միջոցով Ուկրաինային վնասելու փորձերը։ Միջոցառումներից մեկի ժամանակ ռուս դիկտատորը հերթական անգամ փորձեց արդարացում գտնել Ուկրաինայում իր գործած հանցագործություններին, ինչպես նաև սկսեց սպառնալ ուկրաինական պետությանը արևմտյան հողերի կորստով։ Պուտինը մանկամիտ համառությամբ սկսեց պնդել, թե Ռուսաստանը, որը 14 թվականից օկուպացրել է ուկրաինական հողերի մի մասը, իբր պատերազմ չի սկսել, այլ ընդամենը պատասխանել է Կիևի այսպես կոչված մարտական գործողություններին։ Հետաքրքիր է, ինչ մարտական գործողությունների, ինչի նկատի ունի։ Համաձայն եք, որ սա զուտ մանկամտություն է, այնուհետև դիկտատորը ավանդույթի համաձայն խորասուզվեց կեղծ պատմական էքսկուրսի մեջ, պատմելով, թե ինչպես է Լենինը Դոնբասը ներառել ուկրաինական ԽՍՀ-ի կազմում, իսկ Ստալինը Ուկրաինային է նվիրել արևմտյան տարածքները։ Դրանից հետո ռուսական ռեժիմի ղեկավարը հայտարարեց, թե իբր վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի արևմտյան հողերը։ Համաձայն եք, որ ծիծաղելի է նման բան լսել այն մարդկանցից, ովքեր 22 թվականի գարնանը պատրաստվում էին հասնել մինչև Լվով եւ ավելի հեռու, իսկ Պուտինի համար Զելենսկի-Թրամփ հանդիպումից վախենալու հիմքերը ավելի ու ավելի են շատանում։ Միջազգային մեկուսացումից դուրս գալու չարդարացված հույսերի ֆոնին արևմուտքի շարքերի համախմբումը խիստ անհանգստացնում է Մոսկվային, հատկապես ամերիկյան նոր վարչակազմի հետ Ուկրաինայի հարաբերությունների ամրապնդումն է անհանգստացնում Կրեմլին։ Դե քանի որ ոչ միտեղ Պուտինը ինքնահաստատվել չի կարող, 5-րդ շարասյունը սկսել է Հայաստանում Պուտինի եւ Փաշինյանի հեռախոսազրույցի թեման օգտագործել հենց մեր Հայաստանի դեմ։ Ցավալի է, բայց զարմանալի չէ, քանի Հայաստանում դեռ գործում են պրոռուսական ուժերը, սա ցավոք շարունակվելու է։ Տեսնես ինչ է կատարվում այդ մարդկանց գլխի մեջ, երբ այդքան ուրախ են իրենց երկրի դեմ արվող Պուտինի քայլերից։ Դժվար նորմալ մարդիկ հասկանան այդ Պուտինահպատակներ ինչը։ Սենց բաներ տեսնելով սոցցանցերում նորից եմ համոզվում, որ միայն ամբողջական Ուկրաինայի հաղթանակը կօգնի ազատվել Պուտինյան չարիքից ամենուր։ Ռազմաճակատում կրած պարտությունների ֆոնին Ռուսաստանի ներսում հենց պատերազմի կողմնակիցների ճամբարում սկսվել է իրական խուճապ։ Նույն շատերին հայտնի Իգոր Ստրելկով գիրքինն է իր նամակում խոստովանում, որ Ռուսաստանը օբյեկտիվորեն ի վիճակի չէ հաղթել Ուկրաինային մարտի դաշտում կամ հյուծել նրան, քանի որ արևմտյան կոալիցիան դա թույլ չի տա։ Ըստ գիրքինի Կրեմլը կորցրել է այս պատերազմից իր համար ընդունելի պայմաններով դուրս գալու վերջին շանսը։ Այս փակուղային իրավիճակը հանգեցրել է նրան, որ Մոսկվայում նորից սկսել են խոսել միջուկային զենքի մասին, բայց այստեղ էլ անմիջապես կոշտ նկատողություն են ստացել
Պեկինից։ Իդեպ երբեմն մեր մեկնաբանություններում էլ եմ տեսնում, որ ռուսները անճարությունից կամ ավելի ճիշտ Ռուսաստանի հայերը կամ հենց այն պուտինիստները, ովքեր ուրախանում են Պուտինի հայտարարություններից, գրում են, թե իբր Ռուսաստանին հաղթել չի լինի, միջուկային զենք ունի։ Ես դրանց անվանում եմ Պուտինի միջուկային զենքի վկաներ, որովհետև երևի թե բացի այդ միամիտներից աշխարհում էլ ոչ ոք այդքան ուշադրություն չի դարձնում Պուտինի հայտարարություններին։ Միևնույն ժամանակ ռուսական կամավորական կորպուսի հրամանատար Դենիս Կապուստինը հայտարարում է, որ իրենց զրահապատ շարասյունները պատրաստ են մտնել Ռուսաստան եւ շարժվել դեպի Մոսկվա իշխանափոխություն իրականացնելու համար։ Դա տեղի կունենա այն պահին, երբ երկիրը կհայտնվի նախահեղափոխական վիճակում։ Կապուստինը ընդգծում է, որ Պրիգոժինի խռովությունը եւ իրենց անդերսահմանային գործողությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի ներսում ոչ ոք չի պատրաստվում նետվել տանկերի տակ, բայց ի տարբերություն Պրիգոժինի կամավորները Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհից 200 կիլոմետր հեռավորության վրա կանգ չեն առնի, այլ կգնան մինչև վերջ, հավաստիացրել է Կապուստինը։ Ռուսական բանակը հիմնված է սեփական անպարտելիության առասպելի վրա, բայց այն վայրկյանապես կոտրվում է, երբ զինվորները թիկունքից հարված կամ ղեկավարության կողմից դավաճանություն են զգում։ Հենց Պուտինը անհետանա, ամբողջ համակարգը փլուզվելու է ներքին մեղադրանքների ծանրության տակ, նշում է Կապուստինը։ Ասեմ, որ ռուսական կամավորական կորպուսը անձնվեր կռվում է ուկրաինական զորքերի կողքին, ազատագրելով ուկրաինական հողը։ Ռազմական ձախողումների եւ ճգնաժամի ֆոնին ռուսները այժմ հույս են կապում Իրանի սպառնալիքների հետ, որոնք հնչեցին Կասպից ծովում ուկրաինական հաջող հարվածներից հետո։ Նախագահ Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ռուսական բանակի համար Իրանից ռազմական բեռներ եւ զենք տեղափոխող նավերը, ինչպես նաեւ մեկ ռազմական նավ։ Սրանից հետո Իրանի արտգործնախարարությունը իսկական հիստերիա է բարձրացրել, սա անվանելով ագրեսիայի ակտ իրենց իբր առևտրային նավի նկատմամբ։ Թեհրանը հայտարարել է անձնակազմի անդամներից մեկի մահվան մասին եւ բացահայտ սպառնացել Ուկրաինային պատերազմի ընդլայնմամբ։ Ցինիզմի գագաթնակետը այն է, որ իրանցի դիվանագետները պնդում են, թե Իսլամական Հանրապետությունը իբր երբեք չի միջամտել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմին։ Ուկրաինան եւ Եվրոպան արդեն կոշտ պատասխան են տվել Թեհրանի այս բացահայտ կեղծավորությանը։ Իրանի արտգործնախարար Սայեդ Աբբաս Արաղչիին ուղղակիորեն հիշեցրել են, իսկ որտեղ էիք դուք այս բոլոր տարիներին, որտեղ էին ՄԱԿ-ի կանոնադրության մասին ձեր հայտարարությունները, երբ իրանական շահեդ դրոնները ամեն գիշեր սպանում էին ուկրաինացի երեխաներին, ոչնչացնում հիվանդանոցներն ու բնակելի շենքերը։ Իրանը միջազգային իրավունքից խոսելու ոչ մի բարոյական իրավունք չունի, քանի որ հանդիսանում է ագրեսոր Ռուսաստանի գլխավոր ռազմական դաշնակիցը, որը Մոսկվային մահաբեր տեխնոլոգիաներ է մատակարարում։ Ծովային ահաբեկչությունը հենց Իրանի ձեռագիրն է։ Նրա կողմից աջակցվող հութիները ամիսներ շարունակ ահաբեկում են Կարմիր ծովը, իսկ ինքը Իրանը ծովային ականներով պատում է Հորմուզի նեղուցը, պայթեցնելով տանկերներն ու սպառնալով Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարի եւ Քուվեյթի նավագնացությանը, այնպես որ Կասպից ծովում նրանց ռազմական լոգիստիկ շղթաների ոչնչացումը Ուկրաինայի օրինական ինքնապաշտպանությունն է, եւ որքան ուզում են թող տվայտվեն իրենց Թեհրանում։ Մինչ Պուտինը փորձում է տարատեսակ արդարացումներ գտնել եւ զառանցանքներ հնչեցնել, ուկրաինական դրոնները լույս երկուշաբթի գիշերը պատմական զանգվածային հարված են հասցրել Ռուսաստանի խորհրդիկունքին։ Նախագահ Զելենսկին հաստատել է հեռահար հարվածների շարքը, հայտարարելով, որ Ուկրաինան հետևողականորեն պատերազմը վերադարձնում է Ռուսաստանի տարածք, իսկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես զեկուցել է ագրեսորի ռազմատնտեսական ներուժի հաջող ոչնչացման մասին։ Ուկրաինական դրոնները հասել են սահմանից ավելի քան 1300 կիլոմետր հեռավորության վրա, կաթվածահար անելով մի քանի տարածաշրջան։ Իրականացվել է զանգվածային գրոհ, հարվածի տակ է հայտնվել Ռոստովի միջազգային առևտրային նավահանգիստը, բռնկվել է խոշոր հրդեհ։ Դրոնները գրոհել են նաև տեղի երկաթուղային ենթակառուցվածքները եւ Ազովի օպտիկա մեխանիկական գործարանը, որն արտադրում է բարձր ճշգրտության համակարգեր ռուսական ռազմարդյունաբերության համար։ Տագանրոգում պայթյուններից հետո թանձր ծուխ էր բարձրացել։ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է կոծկել այդ խոցումները։ Բարի դրոնները Բելգրադում
ոսկերչական ճշգրտությամբ հարվածել են ՖՍԲ-ի եւ ներքին գործերի նախարարության շենքերին, օբյեկտներում հրդեհներ են բռնկվել եւ լսվել են կրկնակի պայթյուններ, դետոնացիա, հարվածի հետևանքով ամբողջությամբ հոսանքազրկվել է քաղաքի կենտրոնն ու հարակից շրջանները։ Յարոսլավլում հզոր պայթյուններից հետո իշխանությունները ստիպված են եղել նորից շտաբ փակել դեպի Մոսկվա տանող մայրուղին, իսկ Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում սահմանից 1300 կիլոմետր հեռավորության վրա ուկրաինական դրոնները ոչնչացրել են Ռոսրեզերվի նավթամթերքի պահեստարանը, որտեղ վառելիք էր պահվում ռուսական բանակի կարիքների համար։ Իսկական խուճապ էր ռուսական օդանավակայաններում, այս զանգվածային հարձակման պատճառով ռուսական իշխանությունները ստիպված են եղել ամբողջությամբ դադարեցնել չվերթներն ու փակել օդային տարածքը միանգամից Ռուսաստանի 17 քաղաքներում, այդ թվում Կազանում, Սամարայում, Նիժնի Նովգորոդում եւ Պերմում։ Սա է պատերազմի իրական պատկերը, որը Կրեմլը այլևս չի կարողանում թաքցնել սեփական քաղաքացիներից, եւ լավ կլինի, որպեսզի Հայաստանի լրատվականներն էլ չկրկնեն Ռուսաստանի այսպես կոչված պաշտպանության նախարարության զառանցանքները օրը մի քանի անգամ հայ լսարանի համար։ Իսկ բռնագրավված Ղրիմում իսկապես աղետ է հասունանում Ուկրաինայի ռազմական հետախուզությունը գուրը հերթական փայլուն գիշերային գործողությունն է իրականացրել Տերակղզում, դիպուկ հարվածով ամբողջությամբ ոչնչացվել են ռուսական S-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգի թանկարժեք տարրերը, մոխրի են վերածվել ինչպես արձակման կայանը, այնպես էլ 96 L6 ռադիոլոկացիոն կայանը, որն ապահովում էր այդ ողջ շրջանի հակաօդային պաշտպանությունը։ Բացի այդ, Ղրիմում սկսվել կատարյալ վառելիքային կոլապս, ուկրաինական հարվածների պատճառով Թերակղզու խոշորագույն լցակայանները Տեսը եւ Ատանը ամբողջությամբ դադարեցրել են բենզինի վաճառքը, նույնիսկ նախապես գնված կտրոններով եւ քարտերով, ընդ որում քաղաքացիներին հրաժարվում են վերադարձնել կտրոնների համար վճարված գումարները։ Իրավիճակը այնքան օրհասական է, որ նույնիսկ օկուպացիոն իշխանությունների ղեկավար Սերգեյ Աքսյոնովը բացահայտ խոստովանել է Ղրիմի լցակայաններում բենզինի երաշխավորված վաճառք այլևս չի լինելու եւ նրանք չեն կարողանում ապահովել նույնիսկ նվազագույն գրաֆիկները։ Սա է ռուսական ռազմական ենթակառուցվածքների համակարգված ոչնչացման ուղղակի արդյունքը։ Այդ իսկ պատճառով ժպիտ է առաջացնում, երբ տեսնում եմ մեկնաբանություններում ռուսամետները, որ մտնում գրում են ձեր հարվածները, ասում եմ, մոծակի կծոց է Ռուսաստանի համար։ Դե որ մոծակի կծոցը ինչու են այդքան տառապում։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաների եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաև, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, նաև մեր բոլոր եթերների նկարագրության մեջ եւ մեկնաբանությունների ամենավերևում եմ ամրացնում։ Հասանք ռազմաճակատի թվերի բաժնին, անցած 3 օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 749 մարտական բախում, որոնց ընթացքում մեր մարտիկները ոչնչացրել են եւս 4590 օկուպանտի, նաեւ 2 օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամու ավելի քան 6244 միավոր տեխնիկա եւ սպառազինություն, ռելիզները ձեր էկրանին են։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի ընդհանուր կորուստների թիվը հասել է արդեն 1,442,140-ի, ինչպես տեսնում եք, գնալով ոչնչացված ռուսական զինվորների թիվը ավելանում է, նաև ամսական կտրվածքով, տեսնենք թե ամսվա վերջին ինչպիսի տվյալներ կլինի։ Անդրադառնամ Ուկրաինայի զինված ուժերի գաղտնի արձակմանը Զապորոժիեի մարզում, որի մասին բազմիցս ակնարկել ենք, մի փոքր տեղեկատվություն կա այդ ուղղությունից։ Արդեն կես տարի է, ինչ Ուկրաինայի զինված ուժերը գաղտնի օպերացիա են իրականացնում 50 կիլոմետր լայնությամբ ռազմաճակատի հատվածում, աստիճանաբար վերադարձնելով նախորդ տարի կորցրած տարածքները։ 25 թվականին ռուսական բանակը հարձակվում էր Զապորոժիեի ուղղությամբ, սակայն ուկրաինացի դեսանտայինները մառախուղի քողի տակ վայրէջք կատարեցին հակառակորդ թիկունքում եւ արգելափակեցին 5 բանակներից բաղկացած հսկայական խմբավորման առաջխաղացումը։ Ուկրաինական ուժերը առաջ են շարժվում փոքր հետևակային խմբերով, հակառակորդին հետ մղելով դեպի Մոկրիե Յալի գետը եւ պահպանում են տեղեկատվությունը Օսինտ վերլուծաբաններից է։ Արդյունքում Ուկրաինան ժամանակ շահեց Պավլոգրադի ուղղությամբ պաշտպանությունը ամրապնդելու համար եւ մարտերով կապեց ռուսական 90-րդ տանկային դիվիզիան։ Սա գեներալ Սիրսկու վերջին ձեռնարկն էր։ Մինչ
ռազմաճակատում ընթանում են գաղտնի մանևրներ, Ռուսաստանի տնտեսական եւ սոցիալական թիկունքը սկսում է ճաքեր տալ ներքին խնդիրների եւ երկրի խորքերին հասցվող հարվածների պատճառով, ռուսական Wildberries պահեստներին ուկրաինական անօթաչուների հասցրած հարվածները միլիարդավոր դոլարների վնաս են պատճառել փոքր ռուսական բիզնեսին, անսպասելիորեն տուժած վաճառողները իրենց տեսանյութերում մեղադրում են ոչ թե Ուկրաինային, այլ անձամբ Պուտինին եւ Ռուսաստանի ղեկավարությանը, սա Կրեմլի համար անակնկալ էր, բիզնեսը վրդովված է, որ իրենց չեն պաշտպանել եւ փոխհատուցում չեն վճարել։ Պատճառն այն է, որ Կրեմլը արգելել է հեռուստատեսությամբ ցուցադրել հարվածների հետևանքները, ստեղծելով պատրանք, թե իբր ամեն ինչ լավ է Ռուսաստանում։ Իդեպ անցած եթերում անդրադարձավ, որ այդ իսկ պատճառով նաև հայաստանցիներ են տուժվել։ Արդյունքում Ռուսաստանի քաղաքացիները հարվածները ընդունում են որպես տարերային աղետ, որի դեմ սեփական իշխանությունը անզոր է։ Կիևը հաշվարկել էր այս արձագանքը, առցանց առևտրին հասցվող հարվածները խարխլում են Կրեմլի լեգիտիմությունը ընտրությունների նախաշեմին, հասարակության մեջ աճող դժգոհությունը եւ ռազմաճակատում ռեսուրսների պակասը ստիպում են ռուս ուժայիններին Պուտինից պահանջել արմատական եւ խիստ ոչ պոպուլյար քայլեր։ Ռուսական անկախ լրատվամիջոցները, մասնավորապես Վերստկա պարբերականը, հայտնում են, որ արդեն աշնանը Կրեմլը կարող է դիմել կոշտ միջոցների, ուժայինները ճնշում են գործադրում Պուտինի վրա, պահանջելով մտցնել ռազմական դրություն, ուժեղացնել բռնաճնշումները եւ հայտարարել մոբիլիզացիայի նոր ալիք։ Ճգնաժամի պատճառն այն է, որ ռուսական բանակի առաջխաղացումը կանգ է առել, տարածաշրջանները Ռուսաստանի այլևս չեն կարողանում հսկայական վճարումներ կատարել պայմանագրայիններին, իսկ պաշտպանության նախարարությունում խնդիրներ են սկսվել նույնիսկ զինվորական հանդերձանքի հետ Ռուսաստանի։ Կուլիսներում քննարկվում են արտոնությունների կրճատումը, հարկերի բարձրացումը եւ նույնիսկ բանկերում բնակչության ավանդների հնարավոր առգրավումը։ Ռուսաստանի խնդիրները խորանում են նաեւ միջազգային ասպարեզում, որտեղ Ուկրաինան սկսել է դրոններով հասնել Կրեմլի նույնիսկ այն դաշնակիցներին, որոնք իրենց լիովին անվտանգ էին համարում։ Ուկրաինական հարվածը Իրանին Կասպից ծովում մեծ տագնապ է առաջացրել, ինչպես արդեն ասացի, Ուկրաինան Կասպից ծովում գրոհել է ռուսական նավը, ինչը խոճապ եւ կտրուկ արձագանք է առաջացրել Թեհրանում։ Կասպյան երթուղին Իրանի ետնաբակն է եւ մատակարարման կենսական ուղին, որով իրականացվում է անօթաչուների տեխնոլոգիաների եւ զինամթերքի փոխանակումը Ռուսաստանի հետ, գտնվելով Ամերիկայի եւ Իսրայելի պատժամիջոցների եւ հարվածների ներքո, Իրանը չի կարող թույլ տալ կորցնել անվտանգ հյուսիսային միջանցքը դեպի Ռուսաստան։ Ուկրաինայի ակտիվացումը Կասպից ծովում սպառնալիքի տակ է դնում հենց իրանական ռեժիմի գոյատևումը։ Այս ֆոնի վրա ադրբեջանական մամուլը փորձում է աշխարհին ներկայացնել Հայաստանի եւ Իրանի մերձեցումը նախարարների շփման փաստի ֆոնին։ Կարծում եմ Հայաստանի ղեկավարությունը պետք է այս առումով զգույշ լինի։ Բազմիցս ասել ենք, Իրանի հետ սերտ կապերը դա խնդիրներ է արևմուտքի հետ, եւ որքան էլ թվա թե արևմուտքը աչք է փակելու, միևնույն է, ասենք երրորդ կողմերը միշտ փորձելու են հրահրել եւ վատ լույսի ներքո այդ ամենը ներկայացնել։ Չնայած հասկանում ենք, որ Ռուսաստանի սպառնալիքների ֆոնին, ձմռան շեմին Հայաստանը փորձում է իրեն ապահովել այն ամենով, ինչից կարող է զրկվել Պուտինի կամքով։ Միջազգային ասպարեզում շատերին զարմացրեց Լեհաստանի անսպասելիորեն կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ, որը հաջորդեց Կասպից ծովում իրանական նավին հասցված հարվածին։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարեց, որ Թեհրանը տարիներ շարունակ աջակցել է ռուսական ահաբեկչությանը եւ անձամբ կազմակերպել հարձակումներ Եվրոպայում եւ ամերիկյան թիրախների դեմ։ Նա իրանական թեոկրատիան անվանած 20-րդ դարի վերջին ուտոպիան, այն դասելով նացիզմի եւ կոմունիզմի կողքին։ Բացի այդ, Սիկորսկին բացահայտեց, որ եվրոպական երկրները նախապես տեղեկացված են եղել Իրանի դեմ իրականացված հատուկ օպերացիայի մասին։ Լեհ դիվանագետի խոսքով Իրանի հնագույն մշակույթի ողջ ռեսուրսները նետվել են կրոնական պատերազմի թատերաբեմ, ինչի պատճառով երկիրը այսօր լիովին հյուծված է։ Այսպիսով Ուկրաինայի հարվածները ոչ միայն խարխլում են Ռուսաստանի թիկունքը, այլև միջազգային ասպարեզում մեծացնում են դաշնակիցների ճնշումը Թեհրանի վրա, փակելով Կրեմլի ռազմական մատակարարումների վերջին ճանապարհները։ Ռուսաստանը արագ տեմպերով մոտենում է խորը բանկային ճգնաժամի, ինչի ֆոնին երկրի խոշորագույն պետական բանկերից մեկը ՎՏԲ-ն հայտնվել է կոլապսի եզրին, լիկվիդայնության սուր դեֆիցիտի պատճառով բանկը սկսել է սահմանափակել հաճախորդների հասանելիությունը սեփական միջոցներին, ավանդատուները բախվում են գործառնությունների արգելափակման, գումարների կանխիկացման եւ փոխանցումների խնդիրների հետ, ինչը խոճապ է առաջացրել շուկայում։ Քաղաքացիների բնական արձագանքը դարձել է միջոցների հնարավորին
ընդհանրապես արագ դուրս բերելու եւ կանխիկի վերածելու ցանկությունը, ինչն էլ ավելի խորացնում է բանկի ֆինանսական ճեղքվածքը։ Սա արդեն առանձին բանկի տեխնիկական խնդիր չէ, այլ ողջ ռուսական ֆինանսական համակարգի փլուզման տագնապի ախտանիշ։ Ֆինանսական համակարգի իրական փլուզումից եւ տնտեսական աղետից բնակչության ուշադրությունը շեղելու համար Կրեմլի ղեկավարությունը ստիպված է դիմել աշխարհաքաղաքական նոր հեքիաթների եւ աբսուրդային հայտարարությունների գեներացմանը։ Երկրի ներսում տիրող ծանր իրավիճակի եւ տնտեսական ձախողումների ֆոնին դիկտատոր Պուտինը հանդես է եկել նոր տարածքային հավակնություններով, այս անգամ Արկտիկայի նկատմամբ ռազմածովային նավատորմի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ Արկտիկան դառնալու է Ռուսաստանի հարստության աճի հիմնական աղբյուրը, իսկ դրա բնական ռեսուրսները անհնար է չափել դրամական արտահայտությամբ։ Այսպիսի հայտարարություններով դիկտատորը թափանցիկ ակնարկում է, որ իր ամբիցիաները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով կամ Եվրոպայով, սակայն իրականում նոր տարածքների նվաճման մասին այս մտածածին թեզերը ծառայում են միայն մեկ նպատակի՝ հանրությանը կերակրել մեծ տերության պատրանքով, որպեսզի նրանք չնկատեն սեփական բանկային հաշիվների արգելափակումն ու երկրի տնտեսական կործանումը։ Հասանք մեր լսարանի կողմից եթերի ամենասիրված բաժնին, ամենաթարմ հարվածներին, որոնք ակնառու կերպով ցուցադրում են Պուտինի պարտությունը։ Հուլիսի 28-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարքերով իրականացրել են զանգվածային հարվածներ Ռուսաստանի տարածքում եւ օկուպացված Ղրիմում գտնվող ռազմական լոգիստիկ եւ էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական հաշվետվությունն ու մոնիթորինգային տվյալները հաստատում են հետեւյալ թիրախների ժամանակավորապես օկուպացված Ղրիմում անջատիչ օպերացիայի շարունակության ընթացքում Ֆեոդոսիայում ճշգրիտ հարված է հասցվել Կերչի խճուղում գտնվող խոշոր էլեկտրական ենթակայանին, օբյեկտում հզոր հրդեհ է բռնկվել, քաղաքն ու շրջակայքը մասնակիորեն հոսանքազրկվել են, ուժեղ ծուխեր արձանագրվել, նաև տեղի նավթաբազայի շրջանում, Իչկի նախկինում Սավետսկի ավանում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հաջողությամբ խոցել են օկուպացիոն զորքերի նյութատեխնիկական միջոցների եւ վառելիքակսուքային նյութերի պահեստները, շարունակվում են հոսանքի անջատումները, պայթյուններ եւ հակաօդային պաշտպանության կրակոցներ են որոտացել Սևաստոպոլում, Սիմֆերոպոլում, Բաղչիսարայում եւ Ֆիոլենտ Հրվանդանում, լույսի խնդիրներ եւ մասշտաբային անջատումներ են գրանցվել Կերչում եւ Ֆեոդոսիայում, հասցվել են հարվածներ Ռուսաստանի տարածքի խորքում 1300 կիլոմետրից ավել հեռավորության վրա, Ուդմուրտիայի հանրապետության Բորոկ ավանում Ուկրաինայի գենշտաբը հաստատում է, որ հեռահար դրոնները խոցել են Ռոսրեզերվի Պրիորիտետ կոմբինատը, սա պետական նշանակության ռազմավարական նավթաբազա է, որը վառելիքով է ապահովում ռուսական բանակը, գրանցվել է խոշոր հրդեհ։ Մերձ Մոսկվայի Չեխով քաղաքում բարի դրոնները գրոհել են Գիդրոստալ կոնստրուկցիա գործարանը, հիդրոմեխանիկական սարքավորումների արտադրություն է սա, եւ Չեխովի ռեգեներատային գործարանը, ձեռնարկություններում հրդեհ է սկսվել, դրոններից մեկը նաև բախվել է բնակելի բազմահարկ շենքի, ամենայն հավանականությամբ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների գործողության պատճառով։ Մերձ Մոսկվայի Պադոլսկ քաղաքում հարված է հասցվել 3PL խոշոր լոգիստիկ համալիրին, որը սպասարկում է Ռուսաստանի խոշորագույն առևտրային ցանցերը, պահեստներում մասշտաբային հրդեհ է բռնկվել, ովքեր չգիտեն, ասեմ, որ բոլոր կադրերը մեր տելեգրամյան ալիքում են։ Օկուպացված Լուգանսկի մարզում էլ հանգիստ չէր, Չերվոնոպապովկայի շրջանում ուկրաինացի զինվորականները ոչնչացրել են ռուսական օկուպացիոն զորքերի անօդաչու թռչող սարքերի խոշոր պահեստը, Ռուսաստանի այլ սահմանամերձ եւ թիկունքային շրջաններում էլ խոցումների պակաս չկար, անօդաչուների զանգվածային հարձակումներ եւ հոպ աշխատանք է գրանցվել Ռուսաստանի եւս 12 մարզերում, այդ թվում Բելգրադի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Կալուգայի, Ռոստովի եւ Ռիազանի շրջաններում, որտեղ վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, տարատեսակ օբյեկտներ եւ նույնիսկ ջրմուղ աշտարակ։ Առանձին ներկայացնեմ ձեզ ուկրաինական գենշտաբի կողմից հաստատված հարվածները նախորդ օրերի մասին, որովհետև սա պաշտոնական տեղեկատվություն է եւ նույնպես շատ կարեւոր է, որովհետև ներկայացվում են մանրամասներ, որոնք նախնական խոցումների մասին հայտնելուց դեռ հայտնի չէին։ Այսպիսով հուլիսի 26-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել հակառակորդի մի շարք կարևոր ռազմական եւ ռազմատնտեսական թիրախների։ Ղրիմի Վնուկովոյի շրջանում խոցվել է Չեռնոմոր նեֆտեգազ օբյեկտը,
որն օկուպացիոն վարչակազմը օգտագործում է իր ռազմական խմբավորման վառելիքաէներգետիկ կարիքները հոգալու համար, թերակղզու Չեռնոմորսկայի շրջանում ոչնչացվել է Գերան եւ Գերբերատեսակի հարվածային անօդաչուների կառավարման ցամաքային վերահաղորդիչ կայանը, բացի այդ ուկրաինացի զինվորականները հարվածել են Դոնեցկի մարզի Վիսիլկի շրջանի ավտոմոբիլային կամրջին, որն օգտագործվում էր թշնամու լոգիստիկայի համար, ինչպես նաև խոցել են դրոնների պահեստ Լուգանսկի մարզի Չերվոնապապովկայի շրջանում եւ կենթանի ուժի կենտրոնացման վայր Պուրդովկայում։ Հաստատվել է նաև նախորդ օրերին Թյումենի նավթավերամշակման գործարանին հասցված հարվածի արդյունավետությունը, որը հանդիսանում է Արևմտյան Սիբիրի ոլորտի հանգուցային ձեռնարկություններից մեկը եւ ապահովում է Ռուսաստանի ռազմարտունաբերական համալիրի կարիքները։ Հաջորդ գիշերը հուլիսի 27-ին Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակել են օպերացիան եւ հարվածել Դոնի Ռոստովում գտնվող արտահանման տերմինալին, որտեղ հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Խերսոնի մարզի Ժելեզնի պորտի շրջանում գրանցվել է Գերան եւ Գերբերահարվածային դրոնների կառավարման եւս մեկ ցամաքային վերահաղորդիչ։ Հարավային ուղղությամբ ուկրաինացի մարտիկները հարվածել են Գենիչեսկի նեղուցով անցնող ավտոմոբիլային կամրջին, որը ռուսական բանակը օգտագործում էր օկուպացված տարածքներում մատակարարումների եւ լոգիստիկայի համար։ Ի հավելումն սրա հարվածներ են հասցվել Գազիևկայում օկուպանտների վերանորոգման ստորաբաժանմանը, Լուգանսկի մարզի Սեմեյկինայում վառելիքաքսուքային նյութերի պահեստին, ինչպես նաև Ղրիմի Պերիվալնեի ավանում գտնվող նյութատեխնիկական միջոցների պահեստին։ Ռուսաստանը, որ հարձակվել էր Ուկրաինայի վրա գրավելու համար լայնամասշտաբ պատերազմի 5-րդ տարում, որպես հայելային այսպես կոչված պատասխան սեփական միլիտարիստական լսարանին ցուցադրելու համար օկուպանտ երկիրը դիմում է քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ահաբեկչության տակտիկային, ռուսական բանակը նպատակաուղղված հարվածներ է հասցնում մերձ ռազմաճակատային եւ սահմանամերձ շրջանների սովորական ավտոլցակայաններին, փորձելով դա ներկայացնել որպես վրեժխնդրություն ռուսական նավթավերամշակման գործարաններին եւ նավթաբազաներին ուղղված ուկրաինական հաջող հարվածների համար, եւ իհարկե լռում են Ռուսաստանում եւ փորձում են կոծկել արդեն ուկրաինական պատասխան հարվածները, որոնք ոչնչացնում են Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում եղած լցակայանները եւ իբրի պատասխան Ռուսաստանում փոքր բիզնեսի կրած տնտեսական կորուստների եւ Վայլդբերիսի լոգիստիկ պահեստներին հասցված հարվածների Ռուսաստանը հարվածում է ուկրաինական սովորական սննդի սուպերմարկետներին եւ առևտրի կետերին ռազմաճակատի գծի եւ սահմանի մոտակայքում։ Մեր Telegram-ում տեղադրել էինք ռուսական հարվածի արդյունքում զոհերի մասին լուրը, երբ սուպերմարկետում երեխա էր զոհվել ռուսական հարվածի պատճառով։ Բացի այդ, Ռուսաստանը փորձելով փոխհատուցել օկուպացված Ղրիմի բլեքաուտների եւ պատասխանել թերակղզու էլեկտրականացման համակարգային ոչնչացմանը, ռուսական զորքերը կենտրոնացնում են հրթիռային հարձակումներն ու անօդաչուների հարվածները Ուկրաինայի կրիտիկական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա, իհարկե չունենալով նույն հաջողությունը, ինչ Մադիարի հարվածներն են, բայց որոշակի տեսակադրեր ձեռք բերելով փորձում են բավարարել Ռուսաստանի արյունարբու միլիտարիստների ծարավը։ Վայլդբերիսի լոգիստիկ պահեստներին ուղղված ուկրաինական անօդաչուների հարվածները խիստ արձագանք են առաջացրել ռուսական խոշոր բիզնեսի ներսում։ Ռուս օլիգարխ Ալեք Ձերիպասկան հրապարակայնորեն զգուշացրել է, որ առևտրային ցանցը ունի բազմամիլիարդանոց պարտքեր եւ մասշտաբային կորուստների պատճառով դրա հնարավոր փլուզումը կամ սնանկացումը կհանգեցնի աղետալի հետևանքների Ռուսաստանի ողջ ֆինանսական համակարգի եւ բանկային հատվածի համար։ Իրավիճակը ել ավելի է բարդանում նրանով, որ մանր վաճառողների շրջանում տիրող խոճապի ֆոնին, որոնք զանգվածաբար փորձում են լքել մարքեթփլեյսը, Ռուսաստանի խոշորագույն պետական բանկերից մեկը ՎՏԲ-ն արդեն բախվել է լիկվիդայնության դեֆիցիտի եւ սկսել է սահմանափակումներ մտցնել կանխիկացումների եւ հաճախորդների հաշիվների գործառնությունների վրա, ինչպես արդեն ասացի եթերի առաջին մասում, փորձելով քողարկել այս տնտեսական ճգնաժամը եւ պատասխան ցուցադրել սեփական միլիտարիստական լսարանին, օկուպանտ երկիրը քաոսային հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին, ներառյալ ինչպես ասացի, սովորական լիցքավորման կայաններին եւ սննդի սուպերմարկետներին, գնալով ավելի է բացվում Պուտինի իրական դեմքը, հասարակ լեզվով ասած մանրանում է, դառնում է ռագատկայի քար, պարսատիկ էր ռագատկան հայերեն, եթե չեմ սխալվում, մինչ Կրեմլը փորձում է փոխհատուցել իր ներքին ձախողումները քաղաքացիական անձանց հարվածելով, նրա հիմնական աշխարհակաղակական դաշնակիցը Իրանը նույնպես ընկղմվում է դիվանագիտական սկանդալների մեջ ընդհանուր թուլացման ֆոնին, Բաքվում խորը տարակուսանք
զբոսանք եւ վճռական բողոք են արտահայտել Թեհրանի գործողությունների կապակցությամբ, որը ադրբեջանական պետական եւ անկախ լրատվամիջոցները ներառել էր թշնամական մեդիա կազմակերպությունների պաշտոնական ցուցակում, Իրանի այս որոշումը հանգեցրել է տարածաշրջանում հարաբերությունների սրման, քանի որ Ադրբեջանը նման քայլը որակել է որպես բացահայտ ոչ բարեկամական ակտ, որն ուղղված է երկկողմ հարաբերությունների խարխլմանը եւ հենց իրանական ռեժիմի ներքին խնդիրների թաքցմանը, որն իր լոգիստիկային հասցված հարվածների պատճառով արագորեն կորցնում է անվտանգ երթուղիները։ Ճիշտն ասած, այս բախումները Իրանի եւ Ադրբեջանի միջև անխուսափելի էին։ Բաքուն կարողանում էր մինչ այդ բալանսավորել, բայց հիմա, ինչպես տեսնում ենք, արդեն սուր անկյուններ են հայտնվում։ Իդեպ Իրանը իր այս քայլով զարմացրել է ոչ միայն ադրբեջանցիներին, այլև թուրքական շրջանակներին։ Փաստորեն Էրդողանի Թուրքիան, որ փաստացի աջակցում էր Իրանի այսպես կոչված իշխանություններին, վատ ու անհարմար վիճակում է հայտնվել ոչ միայն Արևմուտքի առաջ, այլ նաև իր բարեկամ Ադրբեջանի առաջ։ Դե մենք կշարունակենք հետևել, թե ինչպես են իրար հետ հարաբերություններ պարզում, կարևորը որ մեր Հայաստանից հեռու լինեն, որովհետև բոլորն էլ ագրեսիվ պետություններ են։ Այսքանով ցանկանում եմ ավարտել մեր եթերը, շնորհակալություն, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր հաղորդումը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում։ Մինչ նոր հանդիպում, մնացեք բարով եւ ամենագլխավորը՝ անփորձանք։